Եթե վստահության խնդիր չլիներ, վարչապետի կարծիքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի։ Նաեւ վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Փաշինյանն արձանագրում է կա փաստաթուղթ, որը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է, եւ հետեւաբար հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Իսկ ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, վարչապետի կարծիքով դրա նպատակներից մեկն այն է, որ նման լուրերի հոսքի ներքո արկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման եւ հետեւաբար պետք է ստորագրվի եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ։ Վարչապետը առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չի տեսնում, որովհետեւ նրա խոսքով Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով։ Մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ նրա իրագործումը։ Փաշինյանը հիշեցնում է Եվրամիության դիտորդներին Հայաստանի կառավարությունն է հրավիրել որպես խաղաղության եւ կայունության գործոն։ Երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը վարչապետի խոսքով ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Երբ որ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք կունենանք այլևս ինստիտուցիոնալ խաղաղություն եւ կայունություն եւ այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ։ Անդրադառնալով միջազգային ատյանների ցայցերի հետ քաշման խնդրին, Փաշինյանը նշեց, որ այդ հայցերը մեծ հաշվով խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Այսինքն շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից եւ նախընտրել միջոց։ Վարչապետն ասաց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է փաստաթուղթը ստորագրել եւ դրանից հետո այն հանրայնացնել։ Հայաստանի համար կան հարցեր, որոնք քննարկելի են եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցն օրինակ Փաշինյանի խոսքով հստակ քննարկելի հարց է, որովհետեւ եթե գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Իսկ որ հարցն է մեզ համար անքննարկելի։ Արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ։ Ինչու՞, որովհետև երբ որ մեր երկրի տարածքի 60% անվանում են Արևմտյան Ադրբեջան, դա ուղիղ խախտում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ չեմ կարծում, թե որևէ երկրի կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախություն եւ տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է սահմանադրության հարցին, Փաշինյանի խոսքով խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը այդ հարցի շատ էական պատասխաններ է պարունակում։ Պայմանագրում նախ նշվում է, որ կողմերը Խորհրդային Միության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել։ Հայաստանի սահմանադրական դատարանի 2024-ի որոշմամբ էլ արձանագրվել է, որ մեր սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ, իսկ նոր սահմանադրություն ունենալու խոսույթը վարչապետի խոսքով կա դեռ 2018-ից եւ դա բացառապես Հայաստանի ներքին օրակարգի հարցն է։ Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր սահմանադրություն եւ մենք պլանավորում ենք այդ հարակվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ եւ համատեղ, որը ավելի որակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական
Վարչապետն ընդգծում է, պետք է X պայից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով եւ բանաձևերով։ Նրա խոսքով իրականությանը չի համապատասխանում այն, որ Հայաստանի կառավարությունը գերիների հետ կապված հարց չի քննարկում։ Այս թեմայով խոստումներ չի տալիս, որովհետեւ հասկացել է, եթե մի բան, որը Հայաստանի որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը։ Փաշինյանի խոսքով Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա։ Դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության, իսկ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը։ Ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու։ Փաշինյանը հավելում է, ներառյալ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում։ Եվ սա վարչապետի խոսքով այն վերջին գործոնն է եւ հանգամանքը, որն իրեն հիմք է տալիս ասելու. տարածաշրջանում էսկալացիայի եւ էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումները արհեստական են եւ մտածածին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։